Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Րի Նյուզ լրատվականի կիրակնօրյա հատուկ թողարկումը։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Բարև ձեզ։ Վաղար շաբաթում ավագանու արտահերտ ընտրություններ են, առավոտյան ժամը 8-ից բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերը, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։ Ընտրապայքարում 8 քաղաքական ուժ է, 7 կուսակցություն, 1 դաշինք։ Վերջին տվյալով ընտրելու իրավունք ունի 69866 քաղաքացի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարբերաբար թարմացնում է ընտրողների մասնակցության տվյալը, ըստ որի վաղար շաբաթցիների ակտիվությունը նախորդ ընտրությունների համեմատ կրկնակի մեծ է։ Մեր նկարահանող խումբը եղել է տարբեր ընտրատարածքներում և հետևել ընտրությունների ընթացքին, քվեարկած համայնքապետի թեկնածուների հետ զրուցել են իմ գործընկերները։ Իրենց քվեն տալուց հետո նրանք լրագրողներին պատմել են ընտրվելու դեպքում իրենց անելիքների մասին։ Նրանց խոսքերը մեկտեղել է Լիլիթ Մուրադյանը։ 2 ժամից էլ պակաս է մնացել, որ փակվեն ընտրատեղամասերը վաղար շաբաթում։ Առավոտյան Էջմիածնի մշակույթի տանը ընտրելու գնացել հայրենիք կուսակցության թեկնածու գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ասում է քվեարկել է հանուն հայի արժանապատվության։ Մանուկյանը ընդդիմադիրների միավորման միջոցով է տեսնում հաղթանակը։ Մենք չմիավորվենք, մեր կփոշիացնենք մեր եղած քվեները, կմիավորվենք եւ կարողանանք միասնաբար լուրջ խնդիրներ լուծել։ Ասում է հանդիպումների ընթացքում զգացել է, փշրվել է հավատը էջմիածինցիներից շատերի մոտ։ Արագած գյուղի ընտրատեղամասում է քվեարկել քաղաքացիական պայմանագրի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որը նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Քվեարկությունից հետո լրագրողներին ասել է վաղար շաբաթցու բացարձակ վստահությունն է իրենց նպատակը։ Ռիոփանի իմ գործընկերը հետաքրքրվում է ներկուսակցական դեմոկրատիայի նրբություններից։ Պարոն Մեխակյան, նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցություն չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են կայացվում։ Ոնց է ստացվում, որ միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետևաբար եթե միաձայն է վարչության նախագահն էլ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի թեկնածու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մեկ դեմ։ Ասում ենք, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում եք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք, որ կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխակյան։ Շորջ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում, եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը գուշակություն չի ուզում անել, բայց համոզված է գնում են բացարձակ հաղթանակի։ Ռիոփանի հարցին պատասխանում է այսպես։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ վաղար շաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ Էջմիածնում հոգեվոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Հանրապետություն կուսակցությունից Հարություն Մկրտչյանը, որը ըստ էության չի բացառում իշխող քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը, մյուսների պարագայում ավելի շուտ խոստանում է 2 ձեռքը կտրել։ Իսկ ով կմիանա ինձ այդ հարցերն ուղեք այդ տեխնացուին, օրինակ քաղաքացիական պայմանագրին ուղեք այդ հարցը, պատրաստ է ինքը Հարություն Մկրտչյանի եւ Հանրապետություն կուսակցության հետ դաշինք կազմել եւ քաղաքի կառավարումը հանձնել մեզ, թե ոչ։ Մայր Հայաստանը պետություն եկեղեցի հակամարտության մեջ եկեղեցու կողքին է կուսակցության թեկնածու Գրիշա Հարությունյանն է հիշեցնում։ Անգամ, ասում է, ստորագրահավաք են արել ու համոզվել, որ վաղարշաբաթցիների 90%-ը եւս եկեղեցու կողմից է։ Ընդդիմության մեջ չէ, առայժմ չունենք նմանատիպ ուժ, որ այսպես ասած անվերապահորեն մենք չունենք նմանատիպ։
Մենք դիտարկում ենք ընդհանուր ընդդիմությանը մի ուժ է սպահին, այսպես ասած, այն ուժերը, որոնք որ իրականում ընդդիմադիր են, մենք նորից եմ շեշտում, չենք բացառում մեր համագործակցությունը։ Ընդդիմադիր գործընկերների հետ միանալու հնարավորության մասին հարցրինք նաև Ազատ դեմոկրատներից Վահրամ Ազատյանին։ Ցանկացած ուժ կարող է ինձ հետ գալ կոալիցիա կազմել, ես ոչ մեկի հետ չեմ կազմել։ Իսկ ձեր հետագա ծրագրերի մասին մի փոքր կպատմեք, առաջիկա քայլերի մասին։ Առաջիկա քայլերը շատ լավն են լինելու։ Ժառանգության տեխնացուից եւս հետաքրքրվեցինք, թե որոնք են լինելու վաղարշապատի համար առաջին քայլերը ընտրվելու դեպքում։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերն էլ կնշեք, որոնք են լինելու։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերը մեր ժողովրդին շնորհավորելը, որովհետև սա լինելու է մեր հաղթանակը ապագայի եւ վաղվա օրվա համար, իսկ քայլերը դեռ կտեսնենք ինչ կլինի։ Հանուն հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության է քվեարկել համահայկական ճակատ կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը։ Քվեարկեցի Հայաստանի Հանրապետության։ Ես այսօր քվեարկեցի Հայաստանի Հանրապետության լինել չլինելու։ Ես այսօր քվեարկեցի հայ առաքելական եկեղեցու պաշտպանության։ Ես այսօր քվեարկեցի մեր հայ ազգի միասնության համար։ Վաղարշապատի համայնքապետի բոլոր 8 տեխնացուներն արդեն քվեարկել են։ Մոտ 2 ժամից կբացվեն քվեատուփերը ու քվեների հաշվարկից հետո պարզ կլինի, թե նրանցից որի սպասումներն էին արդարացի։ Լիլիթ Մուրադյան, Ռիոփն մեդիա։ Ընտրատեղամասերում իմ գործընկերները զրուցել են նաև քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքները, թեկնածուների, նրանցից իրենց ակնկալիքների մասին։ Մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսը, եկեք դիտենք ու վերադառնանք։ Առավոտյան 8-ից ընտրատեղամասերի բացվելուն պես քվեարկելու գնացած քաղաքացիներից գործընկերս հետաքրքրվում է, ինչպես են տրամադրված ու ինչ են կարծում, արդյոք իրենց քվեն որոշիչ է։ Կարծում բոլոր քաղաքացիների պարտականությունն է, որ գան ու կատարեն իրենց ընտրությունը։ Ամեն դեպքում մեր ձեռքերում է, իհարկե։ Մեր քաղաքն է մեր ձեռքերում, մենք ենք մեր ձեռքերում։ Եթե մենք մեր մասին չմտածենք, իսկ թվում է ոչ մեկ մեր մասին չի մտածելու։ Հա, մեր ձեռքն է ամեն ինչ։ Ուղղակի շատ ընտիրեր օգնեցին ինձ, հուշեցին, թե ոնց պետք է վարվել։ Ստեղ ասում են մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար, քույրիկ ջան, հաջողություն ձեզ։ Եվ համայնքի, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիենք բնականաբար պետք է մենք էլ մեր լուման ունենանք մեր հայրենիքի համար։ Բոլորը պետք է գան, կատարեն իրենց սրտի ցանկություն, իրենց գիտակցական Ոսոք ոչ մեկի իրավունք չունի պարտադրի, դրում ենք մեր քաղաքը, մեր ապագան։ Հուսամ ճիշտ են կատարել։ Առաջ Աստված, ում ընտրել ենք թող ժողովրդի կողմից էլի միայն։ Մեր խոսափողի առաջ որոշ էջմիածինցիներ անկեղծ հուսահատությամբ են կիսվում, անգամ ընտրատեղամաս գնալու իմաստ չտեսնելով։ Այս կինը նաև առաջին հայացքից կասկածելի մի դրվագ է պատմում, գուցե իրավապահների ուշադրությանն արժանի։ Ես չեմ կարա, չեմ էլ գնալու, երեք զանգել են ինձ գալու եք, քեզ տանենք ընտրեք, ասի ես չեմ գալու։ Էջմիածնի հատկապես որ խնդիրներն են անհանգստացնում, հարցնում է գործընկերս։ Մարդիկ հերթով թվարկում են, բոլորը համարելով շուտափույթ լուծման ենթակա։ Համայնքի ժողովուրդը հիմնականում վատ պայմաններում է, ով եկել է Իրանը քերը տարել է։ Հիմա մենք մեր մտածելով ընտրելու ենք մեր ընտրյալին, տեսնենք ինչա դուրս գալու։ Դե ով որ ընտրվի, առաջի հարցը այն պետք է լինի, որ շներին վերացնեն։ Այսինքն ոչ թե գնդագահրեն, այլ վերացնեն շներին, որովհետև մարդիկ քայլում են, հարցակվում են մարդկանց վրա։ Առաջի հարցը դա պետք է լուծվի։ Գոյողինների հարցը, որտեղ նայում ես, տենում ես քանդածը, ասֆալտանում են, նորից քանդում են։ Մաքրությունը քաղաքի։ Ինչը կուզեի փոխվել, շատ բան է փոխվել, բայց էլի կուզեի որ փոխվեր ինչ որ դեպի լավ էթար։ Այս տղամարդը, որ իր խոսքով Էջմիածնի վերջին թաղամասից է, խնդիրներից տեղյակ չէ, ում է ընտրելու հարցին այսպես է պատասխանում։ Չեն որոշել, բայց թե տուննակացն է ում է տնամ տղեկը ում են ընտրում, ես էլ նա ընտրեմ։ Էջմիածնում հասարակական տրամադրությունների հնարավորինս օբյեկտիվ պատկերը ստանալու համար մեր նկարահանող խմբերը ամբողջ օրվա ընթացքում զրուցել են մինչև 100 մարդու հետ։ Լսել ինչպես լավատեսական, այնպես էլ հուսահատ կարծիքներ։ Շատ դժվար է ասելը, սարսափելի դժվար է, բայց դե մասնակցել եմ։ Իհարկե դեպի լավն է լինելու, ես հավատում եմ լավատեսեմ պոզիտիվ մարդ եմ ընդհանրապես։ Սա խնդիր է էլի, հետաքրքիր բան ես ասում։ Ես ուզում եմ երկիրը դզվի բալաջան, մեր երեխեքն էլ բան չլեն, չթան սրի բերան ամենակարևորը, խաղաղություն լինի աշխարհին։ Հուսանք, որ ամեն ինչ կլինի արդար, որտեվ
Ես այնտեղ որևէ արտարոց բան չնկատեցի, մարդկանց ապակող նորոշող։ Իմ ակնկալիքները, որ վաղարշաբաթում Հայաստանի Սուրբ կենտրոնում պարտություն կգրեն սրբապիղծները։ Ես ընտրել եմ ով որ անցնի նրան։ Իգիտեմ լի ով անցնելու։ Նրան էլ ընտրել եմ, վաղը կերևա։ Ասես ոչ միտեղ գրանցված չեմ, երկու թաղամաս գնացի, ասեց գրանցված չես ոչ միտեղ, թե չէ սրտանց ուզում էի ընտրեի մեկին։ Ակին ենք ուզում ընտրենք դուզն ասած, մեր գրող հոպարին։ Տենց, գրագետ մարդ է, ինձ թվում է լավ կլինի։ Իր ընտրությունն է կատարել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Վեհապարի խոսքով նա քվեարկել է աղոթքով հայցելով, որ վաղարշաբաթը բարգավաճի, շենանա և մեր ժողովրդին պարգևի բարոր կյանք ու երջանիկ ապագա։ Լիլիթ Մուրադյան, Free Open Media։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ներքին գործերի նախարարի հրամանով սահմանվել են գերատեսչության և ենթակածառայությունների աշխատանքի ուղղություններն ու գործիքակազմը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության վաղարշաբաթում գործում է շրջիկ ծառայություն, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ովքեր փաստաթղթերի հետ առնչվող խնդիրներ ունեն։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում, անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով։ Համայնքում ոստիկանները ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնում, պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Ընտրատեղամասերը վերցվել են պահպանության տակ։ Ընտրությունների ընթացքին հետևում և դիտորդական առաքելություն են իրականացնում Թաթոյան հիմնադրամը, Հայաքվե շարժումը, իրազեկ քաղաքացիների միավորումը։ Առաջին երկուսը պարբերաբար հաղորդում են իրենց արձանագրած խախտումների մասին, երրորդի ներկայացուցիչներն արձանագրել են ոչ միայն ընտրախախտումներն, այլև դիտարկել մյուս դիտորդական թիմերի վարքը։ Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը առանձնացնելով խախտումների երկու խումբ, բովանդակային ու տեխնիկական, այնուամենայնիվ նշել է, որ այնպիսի ծավալի ընտրախախտումներ չեն եղել, որոնք ընտրության արդյունքները կարող են կասկածի տակ դնել։ Բոլորի կարծիքն ամփոփել է Մերի Դանելյանը։ Վաղարշաբաթի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն է Հանրապետություն կուսակցությունից։ Ռեոփնի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես էր նա պատրաստվում քվեաթերթիկն առանց կապարակնիքի գցել արկղի մեջ։ Եվ եթե դա չնկատեին ստուգող հանձնաժողովի անդամները, երևի թե թերթիկն արդեն արկղում կլիներ։ Մկրտչյանը սակայն արագ է կողմնորոշվում, ասում է, ստուգում էր հսկիչների ուշադրությունը։ Մկրտչյանին հաջողություն է մաղթում ու նրա հետ համաձայնում հանձնաժողովի անկախ քարտուղարը։ Երկու ընտրողներ կան։ Այո, լավ է սիրուն թիվա։ Եթե ազատ, իշխան, սուվերեն և անվտանգ Հայաստանի Հանրապետություն։ Այո, ձեր գործերին հաջողություն լինի։ Տիմ ընտրությունների ընթացքում արդեն 5 ահազանգ է ստացվել ոստիկանության ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ, որոնք ստուգման փուլում են, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Գերատեսչությունից վստահեցնում են, որ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչները ևս առավոտից ահազանգում են տարբեր ընտրախախտումների վերաբերյալ։ Օրինակ Թաթոյան հիմնադրամը ժամը 12-ի դրությամբ արձանագրել է այսպիսի իրավախախտումներ։ Քվեախցիկում մի քանի անձանց մասնակցությամբ քվեարկություն, կուտակում քվեատուփի մոտ, մատյանում ստորագրություն այլ անձի փոխարեն եւ այլն։ Քանի որ մենք շրջիկ դիտորդություն ենք իրականացնում, մեզ հանդիպած առերևույթ խախտումները մենք ուղարկում ենք մեր գործընկերներին, ովքեր գնահատում են տվյալ պահին արդյոք դրանք իրենցից ներկայացնում են խախտումներ, թե չէ իրապես խախտման հատկանիշներ պարունակում, եթե այդպիսիք պարունակում են, ապա դրանց մասին հրապարակում են անում եւ այդ հրապարակումները տեղադրվում են մեր հիմնադրամի Facebook-յան էջում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը արձագանքել է Թաթոյան հիմնադրամի դիտորդների արձանագրություններին։ Պարզաբանման մեջ նշվում է, թե ընտրողների ցուցակներում մահացած անձանց հատուկ են տարկայությունը, պայմանավորված է այն հանգամանքով, որ ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ։ Դեպք է եղել, երբ քաղաքացին գնացել է ընտրության, բայց նրա անվան դիմաց արդեն ստորագրված է եղել։ Ձեր տեղը ստորագրած էր, հա? Այո։ 14 կոտորակ 08 ընտրատեղամասի ղեկավարը վստահեցնում է, ամեն ինչ հանգիստ է, կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Մի բանը դիտորդը ինչ-որ բան նշեց, բայց դրանք բոլորը կամերայով ֆիքսված են, յանի աղջիկները օգնում էր, պրիտոմ քվեախցիկից դուրս։ Արձանագրեց, ասենք լավ, ձեր իրավունքն արձանագրեցին, այդքան բան։
Կներեք դրանք ինչերն են։ Սրանք ինչերն են։ Սրանք չօգտագործված քվեթերթիկներն են։ Չօգտագործված, այսինքն անհավատալի։ Չէ։ Քաղաքացին եկել է, ընտրել է որևէ մեկը։ Մնացած ավելորդները լսում այնտեղ աղբար։ Հաշարման չեն, սրանք կոպիտ ասած, հա։ Հայաքվե դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նկատել են, որ 14 կոտորակ 44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին հոր։ Հայաքվեն նաև այլ խախտումներ է արձանագրել, այդ թվում բաց քվեարկության դեպք, ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուի շտաբի առկայություն։ Ընտրությունները դեռ երևի կեսին ենք հասնում մոտարապես, այս պայդրությամբ մարդկանց զանգվածն էլ հոսնել ենքան մեծ չի։ Ենթադրում ենք, որ օրվա երկրորդ կեսում նաև պայմանավորված երևի եղանակային պայմաններով ավելի շատ մարդ կգնա։ Ամեն դեպքում ծանր ինչ-որ շատ լուրջ, ասենք ճնշումներ ֆիզիկական կամ լրագրողների նկատմամբ դեռևս չենք արձանագրել խախտումներ, հուսով ենք այդպես կշարունակվի։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը եւս ընտրախախտումներ է արձանագրում։ Ապա պնդում, թե որոշ դիտորդական առաքելություններ կեղծ ահազանգեր են հնչեցնում հանրային տպավորության համար։ Եվ սա է մեզ եւ ենթադրում եմ նաեւ դա է, որ նաեւ մեր գործընկեր ականատես առաքելությանը ստիպել է գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ասել հարգելի ԿԸՀ, խնդրում եմ զբաղվել այս երևույթով։ Դեռ 3 Մայր Հայաստան կուսակցության վաղարշապատի ավականու տեխնացու Հարություն Խաչիկյանը ահազանգել էր եւս մեկ առերևույթ խախտման մասին, Facebook-ում գրելով, թե իրենց տանը հավելյալ հաշվառել են 9 օտար մարդու։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Իսկ այժմ վաղարշապատում համայնքապետի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի մասին դրանք կազմում են մոտ 142 միլիոն 687 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք հետքից։ Նշվում է, որ գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների և սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետքին տրամադրած տեղեկության համաձայն 79 միլիոն 981 հազար դրամ նախատեսվել է միայն աշխատավարձերի վճարման համար։ Վաղարշապատում արտահերթ ընտրությունների անցկացման պատճառը նախկին համայնքապետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանի մայիսի 15-ի հրաժարականի դիմումն էր։ Նրա դեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել իրավախախտման վերաբերյալ։ Գասպարյանի հրաժարականից հետո համայնքապետի ընտրության համար հրավիրված ավականու նիստը հունիսի 12-ին տապալվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու 15 անդամները չէին ներկայացել, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Վաղարշապատը խոշորացվել է 2 անգամ, 2021-ին համայնքն ընդգրծում էր Էջմիածին քաղաքը և Ոսկեհատ գյուղը, իսկ 2025-ի խոշորացման արդյունքում նաև Խոյը իր 17 բնակավայրերով։ Հիմա Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատարն է Արգիշտի Մեխակյանը, որը միաժամանակ քաղաքացիական պայմանագրի թեկնածուն է այս ընտրություններում։ Այժմ դրությամբ կան թարմ տեղեկություններ ընտրողների թվի մասին, նշեմ, որ ընտրողների ակտիվությունն այս անգամ նախորդ ընտրություններից ավելի քան 2 անգամ ավելի բարձր է։ Ժամը 17-ի դրությամբ Վաղարշապատում ընտրության մասնակցության ընդհանուր թիվը 25655 կամ ընտրողների ընդհանուր թվի 36.72%-ն է կազմում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել են Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագի արարողությանը։ Նշեմ, որ պատարագին ներկա են եղել նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը։ Տաշկենտում կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կառուցումն Ադրբեջանի տարածքում մոտենում է ավարտին։ Վստահ եմ, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապելու վերաբերյալ կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը, ասել է նա։ Ալիևը հավելել է, որ 15 միլիոն տոննա տարանցիկ կարողությամբ երկաթուղին նախնական փուլում կդառնա միջին միջանցքի կարևոր զարկերակը։
Միացյալ Նահանգներում նոր սկանդալ է պայթել, որի բնույթը հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ դրա շուրջ աժիոտաժը կարող է ձգվել ամիսներ, եթե ոչ տարիներ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Արդարադատության նախարարությանը հետաքննել դատապարտված հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի կապերը նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մի քանի խոշոր բանկերի և դեմոկրատ օրենսդիրների հետ։ Նոր անձանց մասին վարկաբեկիչ տեղեկությունները հայտնի են դարձել Կոնգրեսի հրապարակած էլեկտրոնային նամակներից։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հսկողության կոմիտեն հանրության դատին է ներկայացրել անչափահաս աղջիկների սեռական շահագործմամբ հայտնի ֆինանսիստ Էփշտեյնին պատկանող էլեկտրոնային նամակները։ Դրանցում խոսվում է նրա զրույցների մասին։ Միացյալ Նահանգներում և աշխարհում հայտնի ձեռնարկատերերի, օրենսդիրների և ազդեցիկ անձանց հետ։ Թրամփը մեղադրել է դեմոկրատական կուսակցությանը Էփշտեյնի մասին խաբկանքը կրկին պտտեցնելու փորձի մեջ, որի նպատակը իրենց բոլոր վատ արարքներից մարդկանց ուշադրությունը շեղելն է։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հրապարակել են սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի էլեկտրոնային նամակների նոր խմբաքանակ, որոնք իրենց պնդմամբ նոր իբր հարցեր են առաջացնում անչափահաս աղջիկների նկատմամբ Էփշտեյնի սեռական բռնության մասին նախագահ Դոնալդ Թրամփի տեղյակ լինելու վերաբերյալ։ Սպիտակ տունն անմիջապես հակադարձել է դեմոկրատներին, մեղադրելով քաղաքական դրդապատճառներով զրպարտչական արշավի մեջ։ Այս էլեկտրոնային նամակները բացարձակապես ոչինչ չեն ապացուցում, բացի այն փաստից, որ նախագահ Թրամփը ոչ մի սխալ բան չի արել։ Եվ այն, ինչ նախագահ Թրամփը միշտ ասել է, հետևյալն է. նա Փալմ Բիչից էր, ինչպես եւ Ջեֆրի Էփշտեյնը։ Էփշտեյնը Մարալագոյի անդամ է եղել, մինչև որ նախագահ Թրամփը նրան դուրս է շպրտել, որովհետև Ջեֆրի Էփշտեյնը մանկապիղծ էր եւ զզվելի արարած։ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի կողմից հրապարակված նամակներում մանրամասն ներկայացվում է Էփշտեյնի գրող Մայքլ Վուլֆի եւ Գիսլեյն Մաքսվելի Էփշտեյնի նախկին ընկերուհու միջև գրագրությունը։ Էփշտեյնը սեռական թրաֆիկինգի համար 20-ամյա ազատազրկում էր կրում, սակայն 2019-ին ինքնասպան է եղել բանտում։ Նույն թվականին Վուլֆին ուղված նամակում Էփշտեյնը գրել է. Թրամփը տեղյակ էր աղջիկների մասին։ 2011 թվականին Մաքսվելին ուղարկված մեկ այլ հաղորդագրության մեջ Էփշտեյնը նախագահին բնութագրել է որպես շուն, որը չի հաչում, հավելելով, որ Թրամփը ժամեր է անցկացրել իր տանը, իր զոհերից մեկի հետ, որի անունը ջնջված է։ Ի պատասխան հրապարակված նյութերի Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ այդ քայլերը մարդկանց ուշադրությունը շեղելու համար է։ Նաև կոչ է արել զբաղվել նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սեռական արկածներով ու սկանդալներով։ Թրամփը նշել է, որ Քլինթոնը Էփշտեյնի անձնական կղզում եղել է 28 անգամ, իսկ ինքը ոչ մի։ Նրանք կարող են ունենալ այն ամենը, ինչ ցանկանում են, նրանք արդեն ունեն բավարար փաստաթղթեր, կարծում եմ նրանք արդեն 50,000 էջ ունեն, տեսեք, սա դեմոկրատների խաբեությունն է, դրանք դեմոկրատների տարածած ստերն են և մի քանի հանրապետականներ միացել են դրան, որովհետև նրանք թույլ են ու անպետք։ Էլեկտրոնային նամակների հրապարակումը համընկնել է ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած նշանակալի քաղաքական զարգացման հետ։ Նույն օրը երթմնակալության արարողություն է անցել նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ադելիտա Գրիխալվան, որն անմիջապես դրել է անհրաժեշտ վերջին ստորագրությունը Էփշտեյնի հետ կապված բոլոր չգաղտնազերծված կառավարական ֆայլերի հրապարակման շուրջ պալատում քվեարկություն նշանակելու միջնորդագրի տակ։ Խոսնակ Ջոնսոնը դիտավորյալ խոչընդոտեց իմ երթմնակալությանը, մեկը մյուսի հետևից չեղարկելով քվեարկությունները։ Իսկ Էփշտեյնի ֆայլերը քվեարկության դնելու միջնորդագրին պակասում էր ընդամենը մեկ ստորագրություն։ Իմ ստորագրությամբ մենք եւս մեկ քայլով մոտենում ենք ճշմարտությանը, այն ճշմարտությանը, որը նրանք կփորձեն հերքել։ Սակայն զոհերն արժանի են արդարադատության իրենց օրվան, եւ դա է պահանջում ամերիկացի ժողովուրդը։ Անչափահասների մասնակցությամբ օրգյաններին մասնակցության մասին սկանդալային բացահայտումներից զեղչ չի մնացել Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը։ Համացանցը հեղեղված է արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերով։ Թրամփի հակառակորդները պնդում են, որ վարկաբեկիչ փաստաթղթերի կրկնօրինակները Կրեմլում են Պուտինի ձեռքի տակ, եւ իբր այդ հանգամանքներով է պայմանավորված Թրամփի մեղ վերաբերմունքը Դաշնության նախագահի հանդեպ։ Նախագահ Թրամփը հետևողականորեն հերքել է Էփշտեյնի սեռական թրաֆիկինգի հանցագործությունների մասին որևէ տեղեկություն ունենալը, պնդելով, որ թեև նրանք ժամանակին ծանոթներ են եղել Փալմ Բիչում, սակայն տարիներ առաջ իրենց հարաբերությունները վատացել ու խզվել են։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Թողարկման այս հատվածում միջազգային անցուդարձի մասին։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հետ ցանկացած հնարավոր բանակցություն չի լինի չեզոք, այլ ավելի շուտ զինված, ընդգծելով Թեհրանի անվստահությունը եւ պատրաստ լինելը դիմակայելու Վաշինգտոնի հնարավոր խորամանկություններին։ Խաթիբզադեի խոսքով Վաշինգտոնը ձգտում է իր նպատակներին հասնել թատերական դիվանագիտության, այլ ոչ թե իրական բանակցությունների միջոցով։ Զինված բանակցությունները նշանակում են, որ մենք ոչ միայն չենք վստահում մյուս կողմին, այլև լիովին պատրաստ ենք արդյունավետ քայլերի ցանկացած խաբեության դեմ, բացատրել է իրանցի դիվանագետը։ Լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում զավթել է Սինգապուր ուղևորվող նավթամթերքի լցանավ, որպես պատճառաբանություն նշելով խախտումները։ Սա հունիսին Իրանի դեմ իրականացված իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո տանկեր զավթելու առաջին դեպքն է, որը զգալիորեն սրում է լարվածությունը։ Այս միջադեպերի ֆոնին եւ ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի բանակցությունների հնարավորության մասին ակնարկի, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ հավասար եւ արդար երկխոսության, փակուղի մտցնելով միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական ջանքերը։ Ի պատասխան ռուսական հարվածների հետևանքով գազի արդյունահանման ծավալների կորստի, Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի ներկրման նոր ուղի բացելու շուրջ։ Այդ նպատակով ապահովելով մոտ 2 միլիարդ եվրո ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ ռազմաճակատում շարունակվում են կատաղի մարտերը։ Ռուսաստանը հայտարարում է Զապորոժիայի մարզում բնակավայր գրավելու մասին, հրապարակելով տեսանյութ, մինչդեռ ուկրաինական կողմը հայտնում է մարտավարական նահանջի եւ ռուսական նավթավերամշակման գործարանին հաջող հարված հասցնելու մասին։ Այս իրադարձությունների ֆոնին Կիևը հայտարարել է 1200 ուկրաինացի գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը սակայն ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել։ Մինչ Լիբանանը պատրաստվում է ՄԱԿ-ին բողոքել Իսրայելի դեմ սահմանային կապույտ գիծը խախտող պատի կառուցման համար, միևնույն ժամանակ 2 տարի տևած ավերիչ պատերազմից հետո Գազայի մեկնարկել է վերակառուցման արշավ, որպես Միացյալ Նահանգների աջակցած զինադադարի համաձայնագրի մաս։ Այս ծրագիրը նաև առաջարկում է Պաղեստինյան պետության ստեղծման հատուկ ուղի, որպես կայուն խաղաղության բանալի։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ենթարկվելով իր կառավարության աջակողմյան նախարարների ճնշմանը, կտրականապես մերժել է Պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը։ Նեթանյահուի այս դիրքորոշումը խորը հակասություն է ստեղծում, կասկածի տակ դնելով Գազայի վերականգնման եւ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ողջ գործընթացը։ Ուրուապանայի քաղաքապետ Կառլոս Մանսոյի սպանությունը Մեքսիկային բողոքի հզոր ալիք է բարձրացրել, որը գլխավորում է Սերուն Z Մեքսիկա երիտասարդական շարժումը։ Համատարած ցույցերի մասնակիցները դուրս գալով Մորելիայի եւ Մեխիկոյի փողոցներ պահանջել են արդարություն, դատապարտելով կոռուպցիան եւ երկրում տիրող անապահովության մթնոլորտը։ Ցույցերը սրվել են եւ վերաճել են բռնի բախումների, մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել ազգային պալատի մոտ, իսկ Մորելիայում ակցիան ավարտվել է ձերբակալություններով։ Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջև լարվածության սրման ֆոնին, որն ուղեկցվում է թմրավաճառության դեմ պայքարի անվան տակ, Միացյալ Նահանգների իրականացրած մահացու հարվածներով։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խստորեն քննադատել է Տրինիդադ եւ Տոբագոյում նախատեսված զորավարժությունները։ Նա դրանք որակել է որպես տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող եւ իր երկրին վախեցնելուն ուղղված սադրանք։ Հատկանշական է, որ այս կոշտ հայտարարությանը զուգահեռ իր աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ Մադուրոն իբրև խաղաղության կոչ կատարել է Ջոն Լենոնի խորհրդանշական Imagine երգը, ցուցադրելով իր դիրքորոշման երկակի բնույթը, ուղղված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Այս ժամին այսքանը հիշեցնեմ, որ E-News լրատվականն այսօր աշխատում է արտակարգ ռեժիմով, մշտապես թարմ, ամփոփիչ տեղեկություններով մենք եթերում կլինենք նաև ժամը 21-ին, բաց չթողնեք։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։